Հայաստանում միայն կառուցած, բարիք ստեղծած, Արցախում բարեգործություն իրականացրած մեծ հայ, որը իր արտաբերած մեկ նախադասության համար բանտում է մոտ 5 ամիս։ 2025 թվականը Ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանի համար գլխիվայր շրջված իրականության տարի էր։ Մոսկովյան ու հայկական ընտանեկան ջերմությամբ ողջ աշխարհում ազատ շրջող գործարարը հանդգնեց կանգնել հայ առաքելական եկեղեցու կողքին եւ հայտնվեց ԱԱԾ մեկուսարանում, կտրված աշխարհի իրականությունից։ Սա նշանակում է, որ կամ ինչ-որ հաշվարկներ ճիշտ չէին արվել, կամ նրան ձեռնտու էր կալանավայրում հիմա հայտնվելը, քանի որ անհնարին է պատկերացնել, որ միապետություն դարձած Հայաստանում կարող է որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքներին հակառակվել եւ մնալ անպատիժ։ Այս առումով 2025 թվականին գործած սխալներից հետևություններն անելու տարի պետք է լինի 2026-ը։ Աստղերը առուց Սամվել Կարապետյանին հուշում են լինել առավել շրջահայաց, ուղիներ որոնել, դուրս գալու կալանավայրից եւ մասնակցելու կայանալիք ընտրություններին, անձամբ զբաղվելով կազմակերպչական հարցերով։ Հարուստ լինելը, միլիարդատեր դառնալն ու մնալ դեռ քաղաքականության մեջ հաջողության հասնելու գրավական չեն, քանի դեռ չկան պրոֆեսիոնալ թիմակիցներ կողքիդ։ Օծի տարում ծնված հայ բարերարների համար 2026-ը կարող է շրջադարձային լինել, եթե ճիշտ հաշվարկներ արվի եւ ճիշտ դերակատարներ ընտրվեն համագործակցելու եւ փոխհարաբերվելու համար։ 2026-ին ընթരാճ հումորային շարք, որը 15 տարի ժողովուրդ օրաթերթը պահում է որպես անխախտ ավանդույթ։